Կաշվե ձեռնոցի առաջին խոշոր մրցաշարը կառնավալների երկրում է։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության 10 քաշային կարգերից ներկայացուցիչ կունենա 7-ում։ Նրանցից 3-ը՝ Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանը եւ Դավիթ Չալոյանը մրցավայր են մեկնելու աշխարհի բրոնզե մեդալակի կարգավիճակով։ Մարզավիճակս նորմալ է, դեռ փուլ ունենք անցնելու, ֆորմի մեջ պետք է մտնենք, դե աշխարհի բրոնզն էլ վստահություն է տալիս, բայց աշխատում ենք ավելի լավ մեդալ նվաճելու համար։ Առաջ անգամ ենք այս բոքսինգի կազմում, դրա համար շատ լավ պատրաստվել ենք, որպեսզի նորամուտը հաջող անցկացնենք։ Ֆիզիկական պատրաստականությունս գերազանցեց Աղքաձորի ավակից հետո եւ հիմա հոգեպես շատ լավ պատրաստ եմ, որպեսզի ցույց տամ լավագույն արդյունքս։ Աշխարհի գավաթի համար կպայքարեն նաև 55 կիլոգրամ քաշային Ժիրայր Սարգսյանը, 65 կիլոգրամ քաշային Արթուր Սահակյանը, 70 կիլոգրամ քաշային Արարատ Հարությունյանը եւ 90 կիլոգրամ քաշային Նարեկ Մանասյանը։ Մինչև այս մրցաշարը մեր մարզիկներն ուժերն էին փորձել Ստրանջայի հեղինակավոր մրցաշարում։ Շատ դժվար, շատ ծանր մրցում է աշխարհի գավաթը։ Լավ նախապատրաստվել են ֆիզիկական պատրաստականությունը, տեխնիկական, տակտիկական պատրաստականությունը, ինձ թվա տարեկը լավ մասնակցեն այս մրցումներին։ Կանանց ընտրանին մրցաշարին կմասնակցի երկու մարզիկով Վազգեն Բադալյանի տրամադրության տակ են մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանը։ Փորձառու են իրենք, այդ խնդիր չկա նման։ Մնում է մի քիչ վիճակահանությունը մի քիչ դրական լինի, իրանք իրաց բոքսը կանեն, որովհետեւ իրանք փորձ ունեն, նախկինում ցուցանիշներ ունեն արած։ Բռնցքամարտիկներին այս տարի աշխարհի գավաթի եւս 2 փուլ է սպասվում՝ Չինաստանում եւ Ուզբեկստանում։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։